Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան։ Մեծարգո նախագահ, հարգելի ներկաներ, սիրելի մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Հայաստանի անկախության 25-րդ տոնակատարությունից առաջ մեր հայ մարզիկները մեծ պարգև արեցին մեր անկախ Հայաստանին եւ մեր ժողովրդին։ Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները մասնակցելով կարողացան բարձր պահել Հայաստանի անկախ պետության պատիվը եւ մեր ժողովրդի հեղինակությունը։ Իհարկե կարելի էր ավելի լավ մասնակցել, բայց ամենակարևորը, որ կարողացան համարժեք 20 տարի որ չէինք ունեցել ոսկին եւ ոսկիները եւ արծաթները հետ բերել Հայաստան։ Իհարկե թիմը շատ պատրաստ էր, որը կարող էր ավելի շատ մեդալներ լինել։ Երևի դուք էլ դա տեսնելով, որ մոտավորապես մի 10 մեդալ պետք է լիներ, կա սպորտային անհաջողություն։ Իհարկե ես չեմ ուզում շեշտել, քանի որ դուք էլ տեսաք, կար Տիգրան Մարտիրոսյան, Ռիփսիկը, Նազիկը, գիմնաստիկայից Հարությունը, ըմբշամարտից Լևոն Ջուլֆալակյանը, որը Անդրանիկը, որը տեսակ բարձրացել է եւ ինչ կատարվեց, հրաձգությունից եւ այսօր իրոք մենք ունենք շատ լավ թիմ, պատրաստված թիմ։ Մենք ունենք մարզիկներ, ովքեր աշխարհի մակարդակով ճանաչվում են ամենալավագույնները, որ շատ ուժեղ են եւ պատրաստված։ Եվ տարին տարվա վրա ավելի ուժեղանալով, ավելի հզորանալով, այսօր ունենք եւ լավ պատանիներ, եւ երիտասարդներ, եւ հավաքական թիվ։ Մեծ աշխատանք է կատարված, եւ ես ուզում եմ ասել, եւ մեծ լումա ունի ներդրած մեր պետությունը ցանկացած հարց դիմելով երկրի նախագահին, ես կարող եմ ասել եւ բոլոր մարզիկներն էլ գիտեն, որ անմիջապես դա տեղում կարգավորվել է, ինչ հարցով որ մենք դիմենք։ Եվ ես շնորհակալ եմ մեր ամբողջ մարզաշխարհից, ֆեդերացիաներից, ֆեդերացիայի ղեկավարներից, որ սա մենակ անելու գործ չի, սա ամբողջ թիմով ենք աշխատել։ Ամենակարևորը այո, որ մենք կարողացանք 206 պետություն մասնակցում էր օլիմպիական խաղերին եւ մենք կարողացանք լինել 42-րդը, 41-ը Թուրքիան էր, բայց մեզնից հետո 164 պետություն, ինչպես Բուլղարիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Նորվեգիա եւ այդպես շարունակ, բայց սպորտը, որը այսօր իրոք առաջ է գնում, դա բոլորն էլ տեսնում են եւ այսօր Հայաստանը պատրաստ է աշխարհի մակարդակով մրցաշարի դուրս գալ ցանկացած պետության հետ։ Դա ասում եմ գալիս է մեր բոլորի կատարած գործերը եւ պետության, եւ կառավարության, եւ ֆեդերացիայի նախագահների եւ իհարկե հիմնականում մեր մարզիչների, որը ջանք ու երան չեն խնայում, եւ մեր մարզիկների։ Իհարկե չեն կարող ոչ մեկս տեսնել, թե Նազիկ Ավզալյանը, այդպես ասենք, թե իր վիրավոր մեջքով, որ նա Եվրոպայի չեմպիոն դարձավ եւ այնտեղ էլ չեմպիոն դառնալու, բայց ինչ որ պատճառով վնասվածքի չկարողացավ։ Տիգրան Մարտիրոսյանը, որը նույնպես ասենք նա օլիմպիական մեդալ բերելու էր, Արսեն Ջուլֆալակյանը, որը գիտեք, որ օլիմպիական չեմպիոն, արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, թե ճանապարհից էր ինչ էր, որ նա անմիջապես հենց առաջի մենամարտից նա դուրս մնաց։ Այսօր իրոք կա շատ ուժեղ թիմ, պատրաստված թիմ, որոնք արդեն սրանից հետո միշտ էլ շարունակելու են եւ միշտ էլ մեդալները բերելու են։ Ես ուզում եմ ամենակարևոր ասել, որ հիմնական այդ 20 տարվա ընթացքում առաջի ոսկե մեդալը, որ մեր արջը Արտուր Ալեքսայանը կարողացավ ջարդել այդ կարծրատիպը, մեդալը բերել, դա պատմության մեջ Արչուկ ջան գրված է, որ դու կարողացար, այո, հայ ազգի ուժեղ, հզոր, հաղթական, մեր Արչուկը կարողացավ մեր բոլորին հաղթանակ պարգևել, հպարտություն պարգևել, դու պատմության մեջ արդեն քո ձեռագիրը թողել ես։ Մենք էլ ֆեդերացիայի նախագահի հետ Արտուր ջան, դու հայ ազգի պարծանքն ես, իրոք ամբողջ ազգը պարծենում է քեզնով, առաջինը հայրդ, երկրորդը ես, երկրի նախագահ, ֆեդերացիայի նախագահ եւ բոլոր հայ ժողովուրդը, իրոք դու մեզ հաղթանակ պարգևեցիր, ուրախություն պարգևեցիր, որ մենք հպարտանում ենք, դու հիշում ես, որ աշխարհի չեմպիոն դառար երկրորդ անգամ, մենք քո պարապած դպրոցը անվանեցինք քո անունով, ճիշտ է թե ոչ։
Եվ մենք ֆեդերացիայի նախագահի հետ, Սարգսի հետ պայմանավորվեցինք, երբ որ դու դառնաս օլիմպիական չեմպիոն, այդ դպրոցը մենք պատրաստել ենք միջազգային ստանդարտների ամենալավ դպրոցը, ճանաչված դպրոցը, որ բոլորն էլ իմանան, թե այդտեղ ով է պարապել, ով է չեմպիոն դառել, եւ որ այդ դպրոցը միայն օլիմպիական չեմպիոններ տա։ Մենք արդեն այդ աշխատանքները սկսելու ենք ամեն ինչով եւ հիմնականում ֆեդերացիայի նախագահի հետ մենք որոշել ենք, որ այդ դպրոցի կառավարումը ի պատիվ քեզ քո հայրիկն է կատարելու, որ ինքը այդքան մեծ փորձ ունի, որ քոպես աշակերտ է դասակել քո մարզիչը, այսօր այդ դպրոցի ղեկավարումը ի պատիվ կատարած հաղթանակի, որ նույնպես քոպես մարզիկներ ավելի շատ լինեն, մեր ազգի պատիվը բարձր պահեն, պետության հեղինակությունը, ժողովրդի ուրախությունը, դա մեծ պարծանք է մեր ազգի համար, թե ճանաչման համար, թե զորության, թե հաղթանակների համար։ Այնպես որ իմացեք, որ բոլորն էլ ուշադրության կենտրոնում են եւ նորից մեկ անգամ եւս ուզում եմ ասել, մարզաշխարհից չի կարող որևէ մեկը ասել, որ հարց է եղել եւ ասենք թե կախված երկի իշխանությունից, կառավարությունից, որ անմիջապես այդ ուշադրությունը վերաբերմունքը չի եղել, կամ ֆեդերացիայից, կամ սպորտ նախարարությունից, կամ օլիմպիական կոմիտեից։ Այնպես որ մեր անկախության 25-ամյակի կապակցությամբ մեր մարզիկները կարողացան մեզ հաղթանակ պարգևել, մեզ հզորություն տալ, հեղինակությունը ավելի բարձր լինի, որ մեր անկախության 25-ամյակն էլ ավելի մեծ շուկով տոնենք եւ բոլորս ուրախանանք։ Շնորհակալություն։